Բանանցը ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական առաջին փուլի Թբիլիսիի Լոկոմոտիվի հետ խաղին ներկայացավ բավականին նորացված կազմով։ Հրաժարվելով մի շարք լեգիոներների ծառայություններից, որոնցից շատերը ներկայացնում էին Ուկրաինան, թիմ հրավիրվեցին մոլդովական լեգիոնի ներկայացուցիչները, իսկ ուկրաինացի Յուրի Դուդնիկը հասցրել է խաղալ նաև ԽՍՀՄ տարիներին։ Վրացիները խաղադաշտ մտան ընդամենը մեկ ուզբեկ լեգիոներով։ Արդեն առաջին րոպեին վրացիները մոտ էին հաջողությանը, բայց բանանցի պաշտպաններն ու վրացի դարպասապահ մանուչարի Իվարդավան չեզոքացրին վտանգը։ Հետո խաղը հավասարվեց։ Թիմերից ոչ մեկը չուներ նկատելի առավելություն։ Պարզ երևում էր, որ Լոկոմոտիվը ձգտում էր հեռահար հարվածներով ավարտել գրոհները, իսկ Բանանցը փորձում էր ավելի մոտ տարածության վրա հարվածային դիրք դուրս բերել հարձակվողներին։ Առաջին կեսում թիմերը քիչ պահեր ստեղծեցին, ավելի շատ հետախուզում էին իրար, թեև դարպասը գրավելու լավ հնարավորություններ երկու թիմերն էլ ունեին։ Առաջին կեսի ավարտին մոտ վրացիները կտրուկ գրոհ ձեռնարկեցին և Ալավերդաշվիլին, օգտվելով պաշտպանների և դարպասապահի դիրքային սխալներից, բացեց հաշիվը։ Թվում էր, որ հանգստից հետո Բանանցը կանի հնարավոր ամեն ինչ փոխելու հանդիպման ընթացքը, բայց շուտով Բանանցը հայտնվեց կատաստրոֆիկ վիճակում։ Պաշտպանների ուշադրությունից վրիպեց Կեբադզեն, իսկ նրա հարվածը Իվարդավայի համար անորսալիների թվին էր պատկանում՝ 0-2։ Իսկ քիչ անց վրացիները ստացան 11 մետրանոց և գնդակին մոտեցած Օնիանին անվրեպ իրացրեց տուգանքը։ Իրոք սա կարելի է խայտառակ վիճակ համարել 0-3 սեփական հարկի տակ։ Թիմը կարծես բարոյալքված լիներ մղձավանջի մեջ, ինչպես սարսափելի երազում։ Չէ՞ որ Լոկոմոտիվը անլուծելի խնդիրներ չէր դնում Բանանցի առջև, բայց հաշիվը այլ բան էր հուշում։ Եվ այստեղ խաղավարտից 15 րոպե առաջ տեղի ունեցավ բեկումնային պահ։ Երկրպագուները սկսեցին վանկարկել «Փյունիկ»։ Սա արդեն վիրավորական էր։ Լավ է, որ Փյունիկին սիրում են, լավ է, որ Փյունիկին բալետ են անում, բայց Բանանցի խաղին լավ կներ, որ մեր երկրպագուները Բանանց գորային։ Ու մենք ենք մեղավոր, մենք Բանանց ակումբն է մեղավոր, Բանանցի ֆուտբոլիստներն են մեղավոր, որ լավ խաղ չեն ցուցադրում։ Եվ մենք պետք է առաջի խնդիրը լուծենք մեր մոտ, ստիպենք, որ երկրպագուները գորան Բանանց, այդ ժամանակ լավ ֆուտբոլ կա։ Ու մենք պետք է ստիպենք, երկրպագուներին պետք է ստիպենք, որ Բանանց գորան, հա։ Ասեցի մենք ենք մեղավոր, թույլ խաղի հետևանքով, բայց էլի Բանանց պետք է գորան, պետք է պատժեշկանեն, եկեք հասկանանք էլի։ Բայց սա կարծես թափեցրեց Բանանցին։ Ֆուտբոլիստների մոտ արթնացավ ինքնասիրությունը և ինքնավստահությունը, և արդյունքում մեր ֆուտբոլիստները երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Նախ Արամ Հակոբյանը անհատական համառության շնորհիվ խոցեց Շեկիրիձեի պաշտպանած դարպասը, իսկ հետո իր համառությունը և վարպետությունը ցուցադրեց Տիգրան Ղարաբաղցյանը։